Շնորհակալություն։ Քանի որ տարին ամփոփում ենք եւ 2025 թվականի վերջին կառավարության հետ հարց ու պատասխանն է, դրա համար ուզում եմ անպայման 1-2 հարց պարզաբանել։ Մեծարգո վարչապետ, նախորդ հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմությանը առաջարկեցիք, որպեսզի ձեզ հետ միասին գա եւ ծանոթանա բանակի բարեփոխումներին, եւ սա հերթական առաջարկությունն էր, որը մերժվեց ընդդիմության կողմից, խորհրդարանական ընդդիմության կողմից, բայց փոխարենը մեր հասարակության շատ տարբեր շերտեր, պարբերաբար, տարբեր մասնագիտությունների տերմարդիկ մտավորականներ այցելում են եւ տեսնում են բանակի բարեփոխումները, պաշտպանական գծի կահավորումը, որքան պաշտպանունակ է դարձել մեր բանակը եւ գալիս են ու փորձում են այդ ոգևորությամբ կիսվել ժողովրդի հետ։ Ամեն անգամ, եթե մեկը հանդգնում է որևէ մտավորական, որևէ դրական կարծիք արտահայտել, դառնում է սարսափելի թիրախ եւ ամենազազրելի ճանապարհներով փորձում են այդ մարդկանց լրացնել։ Նույնը վերաբերում է ճանապարհներին, օրինակ, եթե ես առաջ ինձ ասեին, որ մեր գյուղ կարելի է հասնել 2.5-3 ժամում, ես կապշեի, բայց հիմա դարձել է ճանապարհը այդքան եւ ապահով եւ ամեն ինչ հրաշալի է ուղղակի։ Մի խոսքով ուզում են տպավորություն ստեղծել, որ երկիրը կործանվում է, որպեսզի որևէ դրական բան չլինի։ Օրինակ այն հոգեվորականը, որը ձեզ կարող է կամ մեր քաղաքական թիմին հայհոյել, նա իրավունք ունի քաղաքական հայացք ունենալ։ Այն հոգևորականը, որը լոյալ է, նա իրավունք չունի։ Եվ այսպես կարող եմ շատ երկար այս ցանկը շարունակել։ Հիմա ասածս ինչ է։ Այս իրավիճակը չէր կարող ստեղծված լինել, սա հատուկ նպատակ ունի, որպեսզի այսպես ժողովրդի ոգին անկում ապրի, այդպես հեշտ է կառավարել եւ հեշտ է իրենց պատկերացրած հեղաշրջումը իրականացնել։ Առանց գործակալների եւ առանց ազդեցության գործակալների սա հնարավոր չէր լինի իրականացնել։ Ժողովրդին այդ հարցը հետաքրքրում է, բարբերաբար այդ հարցերը տալիս են նաեւ այն խոսակցությունների մեջ, որ շատ պայքարների հիմքում հասկանում են, որ ավելի խորը բաներ կան ընկած, քան այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք։ Կարող ենք հուսալ, որ մոտ ապագայում կլինի մի օր, որ կսկսեն բացահայտվել այդ գործակալական ցանցերը եւ մենք կկարողանանք շատ ավելի հեշտությամբ ի վերջո ժողովրդին հասկացնել, որ մենք իրապես ճահճից դուրս ենք եկել եւ իրապես բռնել ենք ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի խաղաղության ուղին եւ դա մեզ հաջողվում է։ Շնորհակալություն։ Նիկոլ Փաշինյանը կարձագանքի ձեր հարցին։ Շնորհակալ եմ Տիկին Բատալյան հարցի համար, եթե նկատի ունեք ազդեցության գործակալների ցանցերը, իմ կարծիքով այդ ցանցերը բացահայտված են ամբողջությամբ եւ լիարժեք։ Եվ ընդ որում այդ թվում հարուցված եւ դատարաններում գտնվող քրեական գործերի շրջանակներում են։ Եվ իմ կարծիքով քրեական գործի նյութերում, տեսեք, ես նոր ինչ ասցի նույնիսկ հրապարակված փաստաթղթերի մեջ բաներ կան, որ ես ձեզ չեմ կարող մատնանշեմ։ Ես խոսում եմ հրապարակային փաստաթղթի մասին։ Ես գուցե թե ինձ համար ավելի հեշտ է, որովհետև ես այլ մանրամասներ եմ տիրապետում եւ այդ ավելի հեշտ է անցնել։ Բայց այսօր արդեն արկա իրադրությունը, ուժերի բաշխվածությունը, ով որտեղից եկավ, ով որտեղից է սնվում, ով որտեղ ինչ կապ ունի, այսինքն կներեք, մենք բան ենք, թղթեր են մամուլում հայտնվում, ենթադրենք ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին։ Բայց ինչի մասին է, то ազդեցության էլ, առանց ազդեցության էլ գործակալ։ Այսինքն կարան տեղեկանք բերեն, որ թոշակի են գնացել ԿԳԲ-ից, էլ արդեն գործակալ չեն համարվում։ Որտեվ գործակալը անցնում է բանին, չէ՞։ Իրավահաջորդ կազմակերպությանը, չէ՞։ Շատ պարզ բան է։ Ես շատ թափանցիկ ասել եմ հոգևորականների ցանցի մասին խորհրդային միությունը, այս ամբիոնից չեմ ասել, ձեր ներկայությամբ չեմ ասել։ Դե հպանցիկ ավելի, դե կներեք էլի, ասենք ավելի ոչ հպանցիկ ինչ ասեմ։ Ավելի ոչ հպանցիկ ինչ ասեմ։ Այսինքն այդ ամեն ինչը բացահայտված է, իմ կարծիքով թափանցիկ է։ Եվ իմիջայլոց ասեմ, ներքաղաքական կյանքի, ինչի փոթորիկներ չկան ներքաղաքական կյանքում։ Այսինքն փոթորիկներ կան, բայց սուրճի բաժակի մեջ, որովհետև այդ ազդեցության գործակալները չեզոքացված են։ Դրա համար էլ չկա։ Շատ պարզ պատասխան։ Ֆինանսավորման աղբյուրները չեզոքացված են։ Հիբրիդային գործիքները չեզոքացվում են։ Բայց օդից ընկավ։ Բա ուզում են, չեք զգում, հենց բանի դահլիճից էլ, բանի էքսպրեսիայից արդեն զգացվում է, չէ, որ մարդիկ
սենց բան են անում, վառվում են, բայց չի ստացվում իրանց մոտ ոչի բան։ Ինչի շատ բարձ պատճառով, որովհետև այդ կոնսպիրատիվ բոլոր բաները, կապուղիները արձանագրված են, եւ ով որ փոխում է այդ կոնսպիրատիվ կապուղով անցնի, չագուչով գլխին տալիս են։ Եվ վերջ, եւ պարզ, եւ թափանցիկ։ Հա մեր ժողովուրդն է մեզ անընդհատ բաներ անում, քննադատում էր, նույնիսկ հայհոյում էր, ասում էր հերիքա անկամ թավիշը, բա ինչ եղավ, բանը պողպատե մանդատը, հեսա պողպատե մանդատը իր ողջ ուզով գործում է, ու լեգիտիմ է գործում, ու ժողովրդի տված լիազորությամբ է գործում է, չի ուշացել ընդ որում, ճիշտ պահին, միշտ էլ գործել է ժամանակին եւ պահանջին համապատասխան, եւ համոզված եղեք, ինչքան օբյեկտիվ պահանջ լինի, այդքան համապատասխան օբյեկտիվ պահանջի գործելու է, որովհետեւ խոսքը Հայաստանի պետականության մասին է, ժողովրդավարության մասին է, ժողովրդի ինքնիշխանության եւ ազատ կամ արտահայտման մասին է, եւ մենք գնալու ենք իմ կարծիքով բացահայտված է ցանց ու ոչ մի գաղտնիք այլևս չկա, ուղղակի պետք է մի քիչ ավելի ուշադիր լինել։ Արձագանք։ Շնորհակալություն եւ կարծում եմ, որ դեռ աշխատանք ունենք շատ տանելու, որտեղ երեք դուք հրապարակեցիք այդ փաստաթղթերը, տեսեք, մի ամբողջ քաղաքական ուժերի, բլոգերների, լրագրողների խումբ երեկվանից ջերմեռանդորեն փորձում է արդարացնել պետական դավաճանության էլեմենտներ ունեցող այդ գործողությունը, այսինքն Հայաստանի սուվերեն տարածքը փոխանակել ոչ սուվերեն տարածքի հետ։ Այն դեպքում, երբ որ դավաճան են կոչում մեր քաղաքական թիմին, որը որ պատերազմը մինչև հնարավոր, մինչև վերջ փորձել է պայքարել ամեն մի սանտիմետրի համար, բայց պատերազմը ունենում է շատ անկանխատեսելի հետևանքներ։ Եվ ասածս այն է, որ այնուամենայնիվ ժողովրդի վրա այս ազդեցությունը կա։ Հիմա մի քանի վայրկյան ժամանակ ունեմ, 3 Եվրամիությունը գումար տրամադրեց մեզ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։ Մենք ունենք պատկերացում, թե ինչ մեթոդներով ենք գործելու եւ արդյոք մեզ կօգնի վերջնականապես արդարության եւ ազնիվ պայքարի հասնել քաղաքական եւ ոչ միայն քաղաքական դաշտում։ Շնորհակալություն։ Դա մի թեմա է, որի շուրջ հիմա աշխարհում դա բոլոր երկրներում այդ խնդրեմը կա եւ միջազգային ֆորումներում էլ քննարկվող հիմնական նյութերից մեկն է։ Ընդ որում ես ասում եմ, երբ որ լսում եմ սկանդինավյան երկրների օրինակ ղեկավարներին, ճշգրիտ նույն մարտահրավերները, ինչ որ մենք ունենք ձեր ասած ոլորտում, ճշգրիտ նույնը իրանք ունեն։ Եվ հիմա նաև այդ առումով ժողովրդավարական երկրների միջազգային համագործակցությունը շատ կարևոր է, եւ մենք այդ համագործակցությունը ստեղծել ենք եւ փորձում ենք առավել արդյունավետ եւ ինստիտուցիոնալ պայքարել այդ երևույթների դեմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Աննա Գրիգորյան, նախապատրաստվի Հռիփսիմե Հոնանյանը։